Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները լիովին խառնվել են իրար և հենց այդ խառնաշփոթն է սերիալը դարձնում այնքան դիտարժան ու հուզական։ Պատմությունը վաղուց արդեն դուրս է եկել սովորական սիրային դրամայի շրջանակներից ու վերածվել է ճակատագրերի բախման, որտեղ անցյալը անդադար հարհետապնդում է ներկային։ Հայկն ու Նարեն սիրում են միմյանց, գիտակցելով, որ իրենց սերը սկզբից իսկ դատապարտված է փորձությունների։ Նրանց ընտանիքների միջև եղած թշնամությունը տարիներ առաջ այնքան խորը արմատներ է գցել, որ թվում էր դա պետք է վերջնականապես բաժաներ նրանց ճանապարհները։ Բայց սերը չի հարցնում կարելի է, թե ոչ, այն պարզապես գալիս է ու խառնում ամեն ինչ։ Հայկի անցյալը ծանր է ու արյունոտ, նա սիրել է Արփիին, Նարեի ընկերուհուն, այն աղջկան, ում ճակատագիրը դարձավ սերիալի ամենասարսափելի ու ցավոտ էջերից մեկը։ Արփիին ձորը նետեց Նարեի եղբայրն, իսկ այդ ողբերգության ականատեսը դարձավ հենց Հայկը։ Այդ պահից նրա կյանքն այլևս նույնը չեղավ։ Ցավը, կորուստը և անարդարությունը նրան հասցրին այն սահմանին, որտեղ նա սպանեց Նարեի եղբորը։ Այդ հանցագործությունը դարձավ ոչ միայն ազատազրկման պատճառ, այլ նաև հավերժական խարանիր խղճի վրա։ Սակայն սերիալի ամենածանր ճշմարտությունները դեռ առջևում են։ Հայկը դեռ չի գիտակցում, որ իր կյանքի ամենամեծ հարվածը դեռ չի ստացել։ Շուտով նա կիմանա, որ իր հոր Աշոտի սպանության հետևում կանգնած է Նարեի հայրը, իսկ ամենացավալին այն է, որ Նարեն վաղուց գիտի այդ մասին։ Նա լռում է ոչ թե չարությունից, այլ վախից կորցնել Հայկին, վախից կրկին արյուն տեսնել, վախից, որ ճշմարտությունը կքանդի այն երջանկությունը, որ նրանք հասցրել են կառուցել։ Նարեի ներսում իսկական պատերազմ է ընթանում։ Մի կողմում սերն է մաքուր ու անկեղծ, մյուս կողմում հոր գործած մեղքը, որը չի կարող արդարացվել ոչ մի բանով։ Նա հասկանում է, որ որքան երկար է լռում, այնքան ավելի ծանր է լինելու ճշմարտության պահը, բայց միևնույն ժամանակ գիտի, որ այդ խոստովանությունը կարող է վերջ դնել ամեն ինչին։ Հիմա Հայկը սկսում է որոնել Լալային, Նարեի հորաքրոջը։ Նա հավատում է, որ հենց Լալան է այն մարդը, ով գիտի ողջ ճշմարտությունը և կարող է վերջապես բացել տարիներով փակված դռները։ Լալան այս պատմության մեջ առանցքային կերպար է, ապրած, կորցրած ու լռած։ Նրա վերադարձը սերիալում պատահական չէ։ Նա գալիս է իր հետ բերելով անցյալի ստվերները, չասված խոսքերը և այն ճշմարտությունները, որոնք կարող են գլխի վայր շրջել բոլորի կյանքը։ Հարսնաձորի լեգենդը հենց այստեղ է դառնում իսկական դրամա։ Ոչ միայն սիրո, այլ նաև մեղքի, պատասխանատվության ու ընտրության մասին։ Երբ սերը բախվում է ճշմարտությանը, հարցը միայն մեկն է մնում. արդյոք կարելի է սիրել այն մարդու զավակին, որի հայրը սպանել է քո հորը։ Եվ եթե ճշմարտությունը բացահայտվի, կկարողանա արդյոք այդ սերը դիմանալ հարվածին։ Առաջիկա սերիաները խոստանում են լարվածություն, ցավոտ բացահայտումներ և ճակատագրական որոշումներ։ Ամեն ինչ գնում է դեպի այն կետը, որտեղ այլևս հնարավոր չի լինելու լռել, և հենց այդ պահին Հարսնաձորի լեգենդը կբացի իր ամենախորն ու ամենադաժան գաղտնիքները, այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը լինել առաջինը տեղեկացված, բաժանորդագրվեք մեր ալիքին և թողեք ձեր մեկնաբանությունները։ Ինչ եք կարծում, Հայկը հանդիպելու է Լալային, չէ՞ որ նա արդեն իր քեռուն Աբոյին խնդրում է, որպեսզի նա օգնի իրեն գտնել Նարեի հորաքրոջը։ Նարեի հորաքրոջը գտնելուց հետո Հայկի համար շատ բաներ կբացահայտվեն, բայց Աբոն հաստատ չի շտապելու նրանց ծանոթացնել միմյանց հետ, քանի որ նա շատ լավ հասկանում է, որ դրանից հետո շատ բաներ կփոխվեն։ Աբոն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի Լալան լռի։ Իհարկե, նա այդ ամենն անում է իր դստեր անվտանգությունից ելնելով, բայց գաղտնիքը դեռ երկար ժամանակ չի բացահայտվի։ Ամեն ինչ տանում է նրան, որ դեռ Հայկը պատրաստ չէ իմանալու ճշմարտությունը։ Լալան այս պահին մեկ վախ ունի՝ փրկել իր երեխային, ամուսնու, ընտանիքից ու պահել իր կողքին։ Աբոն նրան առաջարկել է այդ օգնությունը, բնականաբար, լռության գնով։ Ինչու է Աբոն այդ ամենն անում, ինչ է թաքցնում նա։ Կիմանաք շատ շուտով։ Շատ հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու,
Իսկ առաջինը տեղեկացված լինելու համար միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակոճակը և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչ է թաքցնում Աբոն և ինչու է ցանկանում, որ այս պահին Լալան լռի, իսկ Հայկը կկարողանա արդյոք գտնել Լալային ու բացահայտել ճշմարտությունը, ինչ կփոխվի դրանից հետո իր ու Նարեի հարաբերություններում, չէ՞ որ Հայկը այլևս չի կարող լինել այն աղջկա կողքին, ով երկար ժամանակ արդեն իրեն խաբում է և ամենամեծ գաղտնիքը, որը Նարեին արդեն հայտնի է, չի ասում Հայկին, ինչպես նա հետագայում կկարողանա վստահել Նարեին, երբ այս ծանր պահին Նարեն որոշել է Հայկին թողնել մենակ իր գաղտնիքների հետ և իհարկե Հայկը գլուխը կորցնում է այդ ամենից, թե ինչ կստացվի այսքանից հետո ցույց կտա ժամանակը, բայց որ նրանց սերը դատապարտված է, դա հաստատ, Հայկն ու Նարեն երբեք չպետք է միասին լինեին, քանի որ Նարեի ընկերուհին Արփին մահացավ, իսկ Հայկը սպանեց Նարեի եղբորը, արդյոք այս սերը կարող է գոյատևել, ինչպես է նայում Նարեն Հայկի աչքերին այն բանից հետո, երբ հասկանում է, որ հենց Հայկի պատճառով է, որ իր ընտանիքն այսքան դժբախտ է և հակառակը իր ընտանիքի պատճառով է, որ Հայկն իրեն այսքան դժբախտ է զգում ու նա կորցրել է իր մանկությունը։